նշանակությամբ նշել, որ այս քարոզարշավի ընթացքում մենք կարողացանք մեր օրակարգը պարտադրել հանրապետական կուսակցությանը, որովհետև նրանց թվում էր, թե ընտրարշավն անցնելու է իրենց ծափ ծլնգոցով, զուռնադհոլներով, բայց այսօր նրանք ստիպված են խոսել քաղաքական օրակարգի մասին, խոսել քաղաքային օրակարգի մասին եւ խոստովանել, որ իրենք ձախողել են Երևան քաղաքի կառավարումը։ Տարոն Մարգարյանը չդիմանալով առերեսմանը երեք թե առաջին օրը հայտարարել է, որ այո Երևանի տրանսպորտային համակարգը ճգնաժամային վիճակում է, որ այո Երևան քաղաքի վերելակները մաշված եւ աղետալի վիճակում են։ Ստեղ ամեն ինչի ստեղը կընկներ, եթե նույն պահին Սերժ Սարգսյանը դուրս գար ու ասեր՝ «Իա, իրոք»։ Բայց մենք ասենք հասկացանք, բա ինչով եք զբաղված եղել 5, 6, 7, 8 տարի, 10 տարի, 20 տարի։ Ու ես ուզում եմ հետևյալ վիճակագրությունը բերել, որ Տարոն Մարգարյանը ասում է, ես երևանցի եմ։ 2011 թվականից 15 թվականը Երևան քաղաքի բյուջեից վերելակային տնտեսության սպասարկման համար, վերելակների համար ծախսվել է բավականին մեծ գումար։ Եվ տեսեք, երբ որ համեմատում ենք այդ նույն ժամանակաշրջանում Ավան վարչական շրջանի մեկ վերելակի հաշվարկով ծախսվել է 620,000 դրամ։ 5 տարվա ընթացքում Ավանում մեկ վերելակի հաշվարկով ծախսվել է 620,000 դրամ։ Այդ նույն ժամանակահատվածում հիմա մենք Շենգավիթ համայնքում ենք, վարչական շրջանում։ Շենգավիթի ամեն մի վերելակի վրա ծախսվել է 1400 դրամ։ 620,000 դրամ Ավանում, որտեղից ծագումնաբանությամբ ծնունդով ավանցի է Տարոն Մարգարյանը եւ 1400 դրամ Շենգավիթում։ Բա Տարոն Մարգարյան Ավանը Երևանը, Շենգավիթը Երևան չի։ Մալացա Սեբաստիան Երևան չի, որտեղ 30 անգամ ավելի քիչ գումար ծախսվել Մալացա Սեբաստիա համայնքում։ 300%-ով ավելակի գումար ծախսվել մեկ վերելակի հաշվարկով Աջափնյակ վարչական շրջանում։ 30 անգամ ավելի քիչ գումար ծախսվել Քանաքեր, Զեյթունում, Էրեբունիում եւ կենտրոնում։ Բայց կենտրոնը Երևան չի, Ավանը Երևան է։ Այդ դուք եք ասում, որ երևանցի եք։ Ես ճիշտ եմ ասում, դուք նույնիսկ երևանցի չեք, դուք նույնիսկ ավանցի չեք։ Դուք Ավանի ձեր քուչի տրամագծից դուրս Երևանը չգիտեք։ Տարոն Մարգարյան, ես ասում եմ, որ Երևան քաղաքը գիտեմ բակ առ բակ։ Այս ընթացքում յուրաքանչյուր բակում եղել եմ Երևան քաղաքի։ Տարոն Մարգարյանի համար Երևան քաղաքը իրանց բիսեդկեի շրջակայքն է եւ Mercedes 600-ի պատուհան։ Այն ինչ որ կարա Երևա, Mercedes 600-ի պատուհանից։ Ու այս քանից հետո Տարոն Մարգարյանն ու Կամո Արայանը ձիգ կանգնում են ոչ անհայտ Լևոն Իգիթյանի թիկունքին, որ նա նրանց ֆոնին տենց առյուծ կտրած ասի, որ ով ասես քաղաքականություն են մտել բեզդելնիկները։ Այդ որ այդ մոմենտին ասեց բեզդելնից, ես կադրը նայեցի, մի մոմենտ Տարոն Մարգարյանը սենց վեր թռավ տեղից, բայց հետո երևի հիշելով, որ կադրի մեջ է ինչ-որ զգաստացավ։ Որովհետև եթե բեզդելնիկ եք փնտրում, պարոն Իգիթյան, ձեր թիկունքում նայեք, Տարոն Մարգարյան անունով անձնավորությանը, ինչու եմ այդպես ասում։ Այս մարդը 2001 թվականին ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան եւ նույն թվականին իր հայրիկի վարչապետ լինելու բերումով նշանակվել է կադաստրի առաջատար մասնագետ, հետնել առաջատար մի անգամից։ 1 տարի հետո կրկին իր հայրիկի
վարչապետ լինելու բերումով նշանակվել է բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ Զգում եք, չէ, ինչ կարիերա է անում։ Եվ ամենակարևորը 2005 թվականին Տարոն Մարգարյանը Ավան համայնքի թաղապետի պաշտոնը նվեր է ստացել իր ծննդյան օրը։ Նա թաղապետի պաշտոնը ծննդյան օրը նվեր ստացած մարդն է, պարոն Նիգիցյան, Բեզդելնիկը այսպես է լինում, որ պապան թաթիկից բռնաստանում է կադաստր, թաթիկից բռնաստանում է բնապահպանության նախարարություն, ծննդի օրն էլ նվեր է ստանում Ավանի թաղապետի պաշտոնը։ Երևի 2011 թվականին էլ Սերժ Հոպարը Երևանի քաղաքապետի պաշտոնը նույնպես ծննդի օրն է նրան նվեր տվել։ Ու հիմա այդ մարդիկ ասում են, ինձ անդրադառնալով ասում է, ոնց ենք մենք հիշում նրա գործունեությունը, ասում է 2008 թվին ասում էր ջարդեք, փշրեք, վառեք։ Եթե 2008 թվին ես ասեի ջարդեք, փշրեք, վառեք, պարոն Նիգիցյան, դուք եւ Սերժ Սարգսյանը իր սվիտայով եւ ընտանիքով հիմա հայտնի չի թե որտեղ կլիներ։